Տարածքային զարգացման հիմնադրամներ 2021 թվին արդեն սկիզբը տրվել էր, ընդհանուր արժեքը 190 միլիոնից ավել է եւ այս միակ մանկապարտեզը չէ, մենք այդ մանկապարտեզի շինարարության գումարն եմ ասում, նաեւ Սուրբ Մարիամ մանկապարտեզն է կառուցվել, որը 170 միլիոն դրամից ավել է եւ ընդհանուր սուբվենցիոն ծրագրերով 10 մանկապարտեզների 110 միլիոնից ավել, 116 միլիոնից ավել գումար է ներդրվել։ Մեր քաղաքականությունն է, որովհետեւ չպիտի մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք հարիստ չեն մեր երեխաներին, մեր կրթության որակին, շենքային պայմաններից սկսած գույքային ապահովվածությամբ ավարտած եւ բացի այն շենքային պայմանները, որը կառուցում են, նաեւ Շիրակի մարզի թվով 20 մանկապարտեզների գույքի համալրման համար կառավարությունը հատկացրել էր մոտ 460 միլիոն եւ այդ շրջանակներում նաեւ մանկապարտեզներ, որոնք զրոյից են կառուցված եւ մանկապարտեզներ, որոնք շահագործվում են, այդ մանկապարտեզների գույքն է ամբողջությամբ ապահովվել։ Դա մեր նախընտրական ծրագիրն է եղել, մեր կառավարության ծրագիրն է 500 մանկապարտեզ, 300 դպրոց եւ մենք հետեւողականորեն շարժում ենք առաջ այդ քայլերը։ Պարոն Արուշանյան, ձգձգումները այսքան Գյումրիում տարբեր թեմաներով մանկապարտեզների կառուցում, փողոցաշինություն եւ այլն գումարն էլ ոնց որ եղել է, ինչի համար են այս ձգձգումները եղել։ Հետամուտ չեն եղել, չեն ուզել։ Եղել են, այսպես ասեմ, մեղավորներ ման չգանք, բայց թե շինարարների հետ է խնդիր առաջացել, թե առաջացել են խնդիրներ թղթերի հետ կապված եւ իհարկե ճիշտ եք, շատ ճիշտ նկատում եք, 2021 թվականից սկսել ենք շինարարությունը, ավարտել ենք 2025 թվականին ենք իմի մենք շահագործում, նաեւ դեպքեր են եղել, որ օրինակ այս մանկապարտեզի հետ կապված, հիմքի հետ կապված խնդիրներ կային, բայց անթույլատրել է իրականում սկսել մանկապարտեզի մանկապարտեզի շինարարությունը 2021 թվականին եւ շահագործման հանձնել 25 թվականին։ Մենք մեր որտեղ գրած դիրքորոշումները գիտեք, չի լինելու որևիցե վատ որակի շինարարություն եւ չի լինելու անհիմն ձգձգումներ։ Այդ մեր հստակ քաղաքականությունն է, որով մենք շարժում ենք առաջ։